Ընտրությունների մոտենալու հետ քաղաքական պայքարը թեժանում է, ավելացնում տեղեկատվական դաշտի մանիպուլյացիաները։ Տարածվող լուրերից որն է ճիշտ, որը սուտ, բնակչությանը դժվար է կողմնորոշվել, քանի որ դրանք հաճախ ներկայացվում են հայտնի լրատվամիջոցների ու մարդկանց անունից։ Արդեն նույնիսկ պրոֆեսիոնալներն են դժվարանում ֆիլտրել ֆեյք լուրերը, արձանագրում է «Բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով քննարկումը։ Հիմա այնպիսի կատարելագործված մոտեցումներ են ցուցաբերվում տեղեկատվության տարածմանը, որ մենք փաստեր ստուգողներս ունենալով գործիքներ չենք կարողանում շատ դեպքերում դրանք որոշել AI-ով գեներացված է թե ոչ։ Մեդիա կենտրոնի տաղավարում փաստերի ստուգման հարթակի եւ հանուն հավասար իրավունքների ՀԿ-ի ներկայացուցիչներն են։ Օրվա մտահոգությունն այն, որ սոցիալական հարթակները ժողովրդի համար դառնում են նորությունների աղբյուր, թացը չորի հետ խառնվել է, ինֆորմացիայի վստահելի աղբյուրները պակասել։ Շատ այլ մեդիաներ որևէ կերպ այս թափանցիկությունը չեն ապահովում, այսինքն ոչ միայն թափանցիկություն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև խմբագրակազմի, ովքեր են պատասխանատու, ովքեր են խմբագիրները, ովքեր են դրա հետևում կանգնած անձինք։ Սա իրականում այն ամենանաև հեշտ ճանապարհն է առանց թիրախավորվելու, թիրախավորել մեկ այլ լրատվամիջոցի։ Արդյունքը այսպես կոչված հիբրիդային պատերազմներն են, Օվերչուկի վերջին հայտարարությունը դրա դասական օրինակ, ասում է Գայանե Աբրահամյանը։ Որովհետև տնտեսական շանտաժը, տնտեսական տարբեր գործիքների կիրառումը եւ նաև դրա մասին անընդհատ այդպես շարունակաբար դրա մասին խոսելը հենց այդ բաղադրիչներից մեկն է հիբրիդային սպառնալիքները։ Որպեսզի տեղեկատվական հնարքների չտիրապետող սովորական քաղաքացին հավատա կարդացած, լսած նորությանը, տեղի եւ միջազգային ցանցերի մեդիա փորձագետներով կփորձեն հատկապես ընտրությունների շեմին ստուգել հրապարակվող տվյալները, մաքրել լրահոսի կեղծիքները, հայտարարում է Հասմիկ Համբարձումյանը։ Փաստեր ստուգողները որոշել են համատեղել, մեկտեղել իրենց ջանքերը եւ pop-up newsroom են ստեղծել։ Ընտրողին գումար առաջարկելու սպառնալու վերաբերյալ օրվա բանախոսները հիշեցնում են քվեախցում կամ գրիչի վրա տեսախցիկ չկա, իմացեք, մինչդեռ կաշառք տվողի հետ ստացողն էլ է բանտ գնում, չվաճառեք ձեր ձայնը։ Հերմինե Բաղդասարյան, Էմմա Վարդանյան լուրեր։